Ձեզ ողջունում եմ գործարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին։ Դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, սա Թարմ ուղեղով զրույցն է, իսկ առաջին խոսափողի մոտ Գեգամ Մանուկյանն է, Հայաստան խմբակցության падգամավոր եւ դաշնակցական։ Ողջույն, պարոն Մանուկյան։ Շնորհակալություն, որ այսօր մեր տաղավարում եք։ Դուք գալիս եք ազգային ժողովից, քվեարկություններ, կարևոր հարցեր են դրված եղել, չնայած դուք կարծես թե չեք մասնակցել, հատկապես դեմ եք քվեարկել այն հարցին, որ հունվարի 27-ը լինի զոհվածների հիշատակի օր։ Կուզեմ այս հարցը քննարկենք, ինչու եք դեմ, պարոն Մանուկյան, կարելի է ամեն դեպքում քննարկումների մեջ դեմ լինել, օրվա հետ կապված է խնդիրը թե։ Օրվա հետ կապված է, իրականում քննարկումներին ակտիվ մասնակցել ենք եւ կարծես մի պահ իշխանությունը դժվար ասել իշխանությունը, որովհետեւ հեղինակները Ռուբեն Ռուբինյանն ու Գեգամ Նազարյանն էին, կարծես թե եկեն իրենց մոտից էլ կար այդ գիտակցումը, որ պետք է համաձայնություն գոյանա, նախ դեմենք հունվարի 27-ին մի քանի պատճառով, որովհետեւ հունվարի 27-ը զինված ուժերի կազմավորման Հոբելյանի նախորդ օրը իրար հետ չբռնող էր, այսինքն կարծես շատ տարանջատում ենք։ Երկրորդը նաև պետք է նկատի ունենանք, այսպես ասեմ, օրը եթե որոշում են պայմանական օր, որովհետև հունվարի 27-ի տակ ոչինչ չկար այլ։ Ի նկատի ունենալով ձմեռ, ի նկատի ունենալով այլ հանգամանքներ։ Դրա համար առաջարկում ենք այլ օր։ Հասկանում ենք, որ իշխանության ամբողջ մտասևեռումը, որ սա Արցախյան ազատամարտի որևէ օրվա հետ չհամընկնի։ Նույն 44 օրյա պատերազմի հետ որևէ դեր չհամընկնի։ Այսինքն հասկանալի է, որ զոհերի հիշատակման օրը փորձում են այնպես կռացած անել, որ Ադրբեջանը չասի, հոп, այս մեր դեմ կռված զոհվածների մասին դուք հենց մտածում եք։ Դրա համար նույնիսկ համահեղինակներից Նազարյան Գեգամը բոլոր իր ելույթներում սկսում էր Տիգրան Մեծ Հայկ Նահապետի ժամանակվա կռվում զոհված մեր հայորդիների, Տիգրան Մեծով, Վարդանանցով, Սարդարաբադով, այսինքն ամեն ինչը պատում էր, ենթադրենք Վիետնամյան պատերազմում երևի ամերիկահայ զոհվածներին է մտցնում էր մեջը, մենակ չասի Արցախյան ազատամարտ։ Եվ մի պահ եղավ իրանց կողմից առաջարկ, որ տրամաբանություն կար մեջը, որ եկեք Սուրբ Խաչի հաջորդ օրը, որը մեռելոց է ինքնին։ Բայց պարզա որ կփնչեց, մինչև վերջ դեմեր դրա համար։ Բայց այստեղ կա մի քանի բան։ Եթե հեղինակները ներկայացնում են, որ սա բոլոր մեր զոհվածների օրն է, արդար չի, որովհետև փետրվարի 2-րդ ուրբաթը Սուրբ Վարդանանց օրն է։ Վարդանանց պատերազմի զոհերի նահատակների հետ կապված մեր հայ առաքելական եկեղեցին 100-ամյակներով հիշատակման օր ունի։ Սարդարաբադ ի վերջո հուշամալերով մայիս 28-ով Սարդարաբադի նահատակներին ենք հիշատակում։ Մայիսի 9-ը որպես ոչ աշխատանքային տոնական օր է, թեև տոն չթողեց այս իշխանությունը, եւ այդ առումով ինքը խնդրահարույց է։ Իդեպ մի հատ կարևոր հանգամանք երեք ցավոք սրտի հարցազրույց եմ եղել այդ պահին այնտեղ չէ որ ելույթ ունենայի նախկինում երբ որ Գեգամ Նազարյանը դեռ Հայաստան խմբակցությունից էր մի անգամ այս նախաձեռնությունը բերել է սեպտեմբեր 27-ի առաջարկով իշխանությունը ժամանակ առաջարկում է որ հունվարին անենք բանակի օրվա ինքը իր ելույթում ասում է որ բանակի հետ չպետք է դա ասոցացվի եւ իր նախագիծը 2 ամսով ետ քաշեց այն ժամանակ։ Հիմա չգիտեմ ինչա փոխվել Գեգամի մոտ, որ չեք շփվում։ Չէ։ Ազգային ժողովում։ Չէ։ Այսինքն այստեղ մեծագույն խնդիրը Ադրբեջանից եկող վախն է։ Հա, ես համոզված եմ դա։ Եվ կա ամենաահավորը։ Ինձ ծարավ աղբյուր փողոցում ապրողներ, հեռուստադիտողները, ավանում ապրողներ այդ բուսաբանական այգի շրջակայքում կհասկանան տևական ժամանակ այնտեղ պուրակ է կառուցվում, որ նվիրված է լինելու զոհերին։ Իհարկե այնտեղ էլ մի խայտարակ բան կա, որ ծառերը կտրում են, որ հետո ծառ տնկեն ի հիշատակ զոհվածների, ես չեմ բացառում եւ համոզված եմ գրեթե, որ իրենք զոհերի հիշատակումը Եռաբլուրից ուզում են հանեն, մի ուրիշ չեզոք տեղ տանեն, որ այլևս կապը Եռաբլուրի հետ կտրվի, հիմա այսօր քվեարկեցին օրենքն ընդունված հունվարի 27-ին տեսնենք իշխանությունները ինչպես են նահատակների
օրը հիշատակում չի բացառում Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ծաղկե մատուցանը դրանով վերջանում։ Պարոն Մանուկյան, ամեն դեպքում որոշումը ընդունվեց, անկախ այն փաստից դուք դեմ քվեարկեցիք թե ոչ, էլի ընդվզելու եք որոշման դեմ։ Եթե օրենքի ուժ է ստանում, իհարկե գիտեք, մեր շատ-շատերի դեպքում այլևս օրով չի, որովհետև իցուք նայեք, մենք դրա մեջ ապրում ենք 24/7 կարծում եմ։ Հիմա տեսեք, հունվարի 27-ին իրանք դարձրել են այդ ամբողջը մեկ, հունվարի 27-ին բոլոր զոհերի հիշատակի օրը հարգելու են։ Բայց չէ որ ես ու մեր ընկերները բոլորը գիտեն, որ հունվարի 29-ին մենք գնալու ենք Եռաբլուր, որտեղ հանգչում են Քարինտակի 92 թվականի հերոսամարտի մեր նահատակները, Անուշնա, Կարոնա, մյուսներն են, այսինքն ու այդպես ամեն օրվա վրա, այսինքն ինչքան էլ փորձեն արմատից պոկել, ի վերջո այդ հիշողությունը, հիշատակումը ի վերջո անհնար է պոկել։ Իհարկե ես հույս ունեմ, որ այս վերջին իրենց հիշատակման հնարավորություն է լինելու, ի նկատի ունենալով 26 թվականի քաղաքական իրադարձությունները եւ նորից փորձվելու է, այսպես ասեմ, մեր երկրից, մեր ժողովրդի միջից ազգը, հայրենիքը, հիշողություն արմատախիլ անելու այս հանցավոր գործընթացը կանգնեցնել ու կասեցնել։ Ես կուզեմ, որ վերջին 4-5 տարին մի հատ հասկանանք ընդդիմության այս գործելավոճը, որքանով եք դուք արդյունավետ գնահատում, արդյոք հնարավոր եղավ ինչ-որ հարցեր լուծել ամեն դեպքում այս տարիների ընթացքում, եւ 26 թվականը ինչով է տարբերվելու նախորդ տարիներից, ինչ ակնկալիքներով ու սպասումներով եք դուք գնում դեպի ընտրություններ։ Եթե այլ իրավիճակներում այլ քաղաքական գործընթացներ լինեն, այլ իշխանություն լիներ, ես էլ այլ ընդդիմություն լինեի, եթե ինձ հարցնեք, ի նկատի ունենալով 4 տարին ընդդիմությունը ոնց է աշխատել, ես կասեի, որ ընդդիմությունը գործել է գերազանց։ Բայց քանի որ իրավիճակը լրիվ այլ է, մարտահրավերներն այլ են եւ իշխանությունը այլ է, կարող եմ ասել, որ հակառակ բոլոր գերմարտկային ճիգերին ընդդիմությունը գլխավոր հարցում հաջողություն չունեցավ։ Այս իշխանությունը շարունակեց մնալ իշխանություն։ Պետք է անկեղծ ասեմ։ Բայց նորից պետք է մի փաստի վրա ուշադրություն սևեռեմ, որ այս 4 տարիների ընթացքում գրեթե բոլոր գործիքները ընդդիմությունը փորձել է օգտագործել։ Դա խորհրդարանական գործունեություն է, ամենատարժանակիր պայմաններով խորհրդարանական գործունեություն։ Դա փողոցային պայքարն է, դա քաղաքական բոյկոտն է, դա բանտարկություններն են, ծեծ ջարդն է, այսինքն ֆիզիկական բռնության դիմագրավելն է, ամեն տեղ, ամեն հարցով մեր հայրենակիցներին հասնելն է ու այն մեծագույն ողբերգությունների միջով անցնելն է, իշխանությունների քարոզչական մեծագույն կեղծիքները, ստերը բացահայտելու փորձն է, որ շատ հաճախ հաջողել է։ Իրականում հիմա շատ քննադատ։ Բայց ամեն դեպքում էս ամենի ֆոնին որպես գոնե խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժ միավորվելու կոնսենսուսը մինչև վերջին պահը չեղավ։ Այդ շատ քննարկված հարց է դա։ Օրերս մի հարցադրություն էսպիսի բան եմ ասում դպրոցական երեխա է 6-րդ, 7-րդ դասարան, իմ ճակատագիրը այդ առումով շատ հաջող է եղել։ Այնպես է դասավորվել, որ այդ սովետի տարիներում էլի ասեմ 80-ականների սկիզբ դեռ այն ժամանակվա ազգային ընդհատակյա մամուլի ինչ որ պատառիկներ կարողացել եմ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ եւ այդ արդեն կուսակցությունների մասին պատկերացում ունեի Դաշնակցություն Ռամկավար Հնչակյան 6-րդ 7-րդ դասարանի մակարդակում եմ ասում երազում եմ որ մի օր գնալու եմ Սփյուռք կոչ եմ անելու բոլորին միավորվել բայց հետո երբ որ արդեն 10-րդ դասարանում ես արդեն ավելի շատ է ինֆորմացիա, հասկանում ես, որ ի վերջո հարցեր կան, որոնք թույլ չի տա այդ բոլոր կուսակցությունները միավորվել։ Հիմա իրականում նույն վիճակն է։ Շատ հաճախ ասում են ընդդիմությունը մեկ ճակատով գնա, չեմ կարող ասել, թե մեկ ճակատով ընտրությունների գնալը ճակատ իշխանության հետ, որքանով ինքը ավելի արդյունավետ կլիներ, քան թե այն ձևաչափը, որ մի քանի խոշոր խմբավորումներով, մի քանի խոշոր բլոկներով
ընդդիմադիր ուժերը ներկայանան խորհրդարանական ընտրություններին։ Այսինքն գլխավոր հարցը ոչ թե այս պահին իշխանություն փոխելն է, այլ ազգային ժողովում ներկայացված լինելը։ Այստեղ ամենակարևոր հարցն է։ Այս ընտրությունները որևէ կերպ պայմանական հիմա 28 հոգի է Հայաստան խմբակցությունը, որևէ կերպ, այսինքն եթե վաղը դառնա 38 հոգի, բայց քաղաքական մեծամասնությունը, եթե լինի քաղաքացիական պայմանագիրը, այդ մեր համար ոչ թե անհաջողություն, այլ ուղղակի խայտարակ պարտություն է։ Այսինքն խնդիրը իշխանություն փոխելն է, բայց նաև այս առումով մի քանի խոշոր ընդդիմադիր խմբավորումների առկայությունը ընտրողի մոտ հնարավորություն է ստեղծելու ընտրություն կատարել ընդդիմության մեջ, որովհետև կրկնում եմ, այսինքն մեր գերնպատակը ընդդիմության հաղթանակն է եւ ոչ թե կոնկրետ պայմանական ասեմ դաշնակցությունը ինչ որ ձևաչափով մասնակցի կոնկրետ առանձին դաշնակցության ավելի շատ քվե ստանալը, քան 2021 թվականին եւ այդ առումով շատ ավելի լայն հնարավորություն է ընտրողի առաջ բացվելու, որովհետեւ այդ 21 թվականին հատկապես կար մի ձևակերպում, որ այ չեմ ուզում ընդդիմությանը, չեմ ուզում ենթադրենք Հայաստան դաշինքին, ելով մնաց, դրա համար ստիպված դե Նիկոլին եմ էլի ընտրում։ Եվ երկրորդը Ինչու է Նիկոլ Փաշինյանը միշտ ստիպված տարբերակում հաղթում։ 18 թվականին էլ այդպես հաղթեց, չէ՞։ Հա, ասուտ եկեղեցուց մեր հեռանալու պատուհասն է էլի։ Եվ երկրորդ եւս երկու հանգամանք։ Թույլ չպետք է տանք, որ ընտրություններում ձայն փոշիանա, որովհետև նա 21 թվականին իրական Նիկոլ Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Այդ փոշիացած 20%-ի քվեով է, որ ինքը սահմանադրական մեծամասնություն է ունեցել։ Եվ երրորդը դատապարտում եմ, չեմ ընդունում, այպարում եմ բոլոր այն անհատներին անձանց, որոնք ուղղակի ապատիա ստեղծելու, որ ընտրությունները ոչ մի բանը չի լինելու։ Չեն գնա ընտրության։ Հնարավորինս շատ մեր քաղաքացի պետք է մասնակցի ընտրության եւ այդ մեր խնդիրն է, մեր առաքելությունը, մեր հայրենակիցները պետք է քաջ հասկանան։ Ընտրության չգնալով ոչ թե իրենք դեմ են արտահայտվում այս քաղաքական համակարգին, այլ իրենք ուղղակի տուն են նստած քվեարկում են հերավար Նիկոլ Փաշինյանի օգտին, որտեղ այս իշխանության ամբողջ ուշքու միտքը իրենց տոկոսը ապահովել մարդկանց քիչ մասնակցության պարագայում, ինչպես եղավ Երևանի ավական ընտրություններում իդեպ։ Մասնակցությունը երբ որ բարձր է լինում, իշխանությունը արդեն տևական ժամանակ պարտություն է կրում։ Երբ իշխանության ներկայացուցիչներին հաճախ տաղավարում հարցնում են, որ ընդդիմությունից ակնկալիք չկա, որ ընտրությունները արդար են անցկացվելու, պատասխանը միշտ հետևյալն է, որ եթե արդար չի անցկացվում, ինչու է ընդդիմությունը գնում ընտրությունների։ Տունը նստեմ, ասեմ, այդքան մեծ հավատով։ Չէ, նախ իրանց բանա, ամբողջ բառապաշարի մեջ աննախադեպ արդար ընտրություններ։ Իրականում ոչ մի աննախադեպ արդար ընտրություններ չկա, նայեք, եթե արդարը ոչ արդար ընտրություններով, օրինակ 95 թվականի ընտրությունների կեղծիքները լրիվ այլ կերպ էին, 96-ին այլ, ու այսպես ամեն տարի ձևափոխվում է այդ կեղծիքների մակարդակը, այնպես չի որ ավտոմատը առած ընտրություն են կեղծում։ Այդ հա 95-ին քվեատուփը կարող է լույսերն անջատեն, քվեատուփը վերցնեն, տանեն փոխեն, նոր քվեատուփ բերեն։ Բայց հետո կատարելագործում են դրա կեղծիքները։ Եվ սրանց պարագայում այդ կուվերտյու են ֆրանսացիներն ասում են շիրման շատ գեղեցիկ փաթեթավորված է, բայց խորքի մեջ նույն կեղծիքների, այսինքն նույն էջմիածինը դրա լավագույն կոչվում, այ արդար ընտրությունների ամբողջ պետական ռեսուրսը դու ուղես լցնես մի տեխնացուի համար, իշխանական տեխնացուի համար, դպրոցի տնօրենը ափաշքյարա ընտրակաշարք բաժանի գյուղում եւ ահազանգերից բաներից հետո նոր միայն քրեական գործ հարություններ տնային կալանք տան, փոխարենը գարիգին վեհապարին ճնշելու համար եղբոր տղային 5 տարի ամենածանր ձևով պահեն կալանքի տակ, ամբողջ պետական ռեսուրսը դու կենտրոնացնես, հետո համարես որ արդար ընտրություններ են, չկա այդպիսի բան։ Քո կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմացի շենքն է, լինի քո կուսակցության վարչության անդամ, քո կուսակցությունից падգամավոր եղած լինի, դու համարես որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժողովրդավարական ընտրություններ է կազմակերպում, ցանկացած այդ պատարակների, կեղծ պատարակների,
շրջիկ կրկեսը, որ ամբողջ պետական ռեսուրսը վազացնես այսօր այնտեղ, վաղը այնտեղ ու համարես, որ նորմալ արդար ընտրություններ ես կազմակերպում, բայց դրա դեմ պայքարելու առումով վերջին 2 շաբաթը Դաշնակցության նախաձեռնությամբ քաղաքական կոնսուլտացիաներ են ունենում քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։ Ոչ թե մեկտեղվելու բոլորս մեկ ընդհանուր գլուխ դառնալու, այլ մի քանի առանցքային հարցեր, մայրաթորի դեմ հարձակումները, հակասահմանադրական, քաղբանտարկյալների հարց, հետագա բռնաճնշումների եւ նաեւ լուրջ սպառնալիք են, ինչ որ իրանք կոչում են Եվրամիությունն ասում է ձեզ ողջունում են բան, բայց մոլդովական սցենարը արձանագրում կուսակցությունների որոշների չգրանցում եւ վերջապես ընտրակեղծիքների դեմ պայքար, այստեղ կենաց մահու կռի բոլորը ունեն խնդիր եւ այստեղ հատկապես խորհրդարանական երկու խմբակցությունների ընդդիմադիր շատ մեծ առաքելություն ունեն։ Շատ հաճախ մեզ որ ասում էիք մանդատները դրեն եւ այլն, նաեւ հաստատներից մեկը դա էր։ Չկա խմբակցություն, ընտրական հանձնաժողովում չկա ընդդիմադիր հանձնաժողովի անդամ։ Այսօր Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը Հայաստանի բոլոր 2000 քանի ընտրատեղամասերում ունի մեկական տեղ, որը ամենակարևոր գրավականներից մեկն է առնվազն ընտրատեղամասում խախտումներ թույլ չտալու։ Իհարկե այստեղ շատ կարևոր է դառնում փողոցը, դառնում է կրթական հաստատություն, առողջապահական հաստատություն, բանակ, որտեղ այս իշխանությունը միշտ այսպես ասեմ, իր լծակներով փորձում է ազդել։ Այսօր անձեն աչքով որ տեսնենք, վաղը պետք է պատկերացնենք, Հովնանավանքում ենթադրենք ուխտիեր կազմակերպելու դեմ դպրոցի կոլեկտիվին հանում են բողոքի ցույցի։ Ընդդեմ հոգևորականների բողոքի ցույցի, այսինքն վաղը, եթե այսօր, հայ առաքելական եկեղեցու դեմ կարողանում են լծակով ստիպելով հանել բողոքի ցույցի, ընտրությունն ինչա որ այդ մարդկանց չստիպեն իշխանությանը քվեարկելու։ Դատական համակարգն է արդեն միջամտում եկեղեցու հարցերին, տեսակ չէ վերջին։ Դա գիտեք, դա ուղղակի սահմաններ չեմ անում, այսինքն այլևս բառ չկա ասելու։ Դեպի այստեղ կա մի հատ կարևոր բան։ Դատական համակարգը հլու հնազանդ կատարում է իշխանության քաղաքական բոլոր պատվերները։ Այդ մայրաթոր մասյատ թեմի հետ կապված դրանից այն կողմ այլևս սահման չկա, կալանքը ծաղիկն է, բայց հետո ստատիստիկան որ նայում է ամենածանր հանցագործություններով այս դատարանները տալիս են ամենամեղ պատիժները, խափանման միջոցից սկսած։ Վերջերս մի քանի հաստաբաների գրառումներ, սպանության փորձով մենք կարողացանք հասնել նրան, որ դատարանը գտնվեց իր բարձրության վրա եւ սպանության փորձի համար տվել է տնային կալանք։ Ու դու գնում ես Արմավիր քրեակատարողական հիմնարկ ու դու դերնում ես Վազգեն Սաղաթելյանի, որը ոչ մի բան չի արել քրեորեն պատժելի։ Դնում ես հացադուլավոր Նարեկ Սամսոնյանին, դու գնում ես Սրբազարներին ես տեսնում։ Դու տեսնում ես Վարդան Ղուկասյանին, ու մեկ էլ գլուխդ բռնում ես իրականում ինչ անում իշխանությունը։ Պարզ սովորական ոչ քաղաքական հարցերում, ասում աշկերտից փակում եմ, ինչ ուզում ես արա, փող ես առնում, փող չես առնում, լսում ես, չես լսում։ Բայց դրան ամենաուժեղ ընդդիմացողը պիտի ժողովուրդը լինի։ Ժողովուրդը չի ընդդիմանում, գոնե մեծ մասը կամ այն ընտրազանգվածը, որը Նիկոլ Փաշինյանին է ընտրում։ Հարգելի Մոնիկա, նայեք, եկեք ժողովրդի վրա հղում չտանք, որովհետև ասեմ ձեզ ժողովրդի վրա ինչի հղում չտանք։ Որովհետև ես փողոցով քայլող մարդ եմ, էլի։ Այսինքն հիմա որևէ մեկը ինձ իր սոց հարցումով, չգիտեմ ինչ տվյալով չկարող համոզել, քանի աչքս չի տեսել, իսկ իմ աչքը ամեն օր տեսնում է։ Իմ աչքը ամեն օր տեսնում է։ Ես պայմանական ասում, երեք երկու անգամ տաքսի եմ նստել, 0 դրամ եմ ծախսել։ Որտեղ տաքսը վարորդը մարդիկ չեն վերցնի քեզնից փող։ Այսինքն զրույցը այս քաղաքական իրավիճակի հետ կապված, այսինքն երեկան 8 ժամի խանութի մոտ կանգնել ենք, այդ կայանատեղի պապիկն էր։ Այսինքն այն ջեր վերաբերմունք, որ կար ընկերոջս մեկերը, մենք շուրակ գյուղս մոտ հետաքրքիր է, իրականում այդպես չի։ Իրականում մարդիկ շատ հարցերում շատ բան վերարժևորել են։
Տեսեք, Ես կարծում եմ հայ ազգը պարզապես շատ դրական է տրամադրված եւ մարդկային մոտեցումներ ունի։ Միշտ չի որ այսպես քաղաքական վերաբերմունք ունեն հաճախ։ Չէ, այստեղ ես պետք է ասեմ, որ որովհետեւ մենք հետո վերջում միշտ խնդիր ենք ունենում։ Այդպես ջերմագին գալիս ողջունում են, ասում են, որ դուք շատ ճիշտ եք անում, իշխանությանը քննադատում են, վերջում ասում են, բայց լավ ճիշտը ամեն դեպքում իշխանությանը ընտրելն է։ Հանուն արդարության ասել, որ վերջին 4 տարվա նաև ընդդիմության քաղաքականության արդյունքում, այսինքն հարցերը բացելու, այս իշխանության հանցանքները բացելու արդյունքում նա պայմանական ասեմ գույքահարկ քաղաքի կենտրոնական թաղամասեր կան, որտեղ պապենական են այդ տները եղել 15 թվականի գաղթից են եկել Այգեստան թաղամասու, այսպես կենտրոնական թաղերը այս իշխանությունը այնպիսի աստղաբաշխական գույքահարկ է մտցրել, որ ուղղակի այդ մարդիկ ի վիճակի չեն ու այդ հարցը որ ազգային ժողովում բարձրացնում ենք Նիկոլինասը ասում պրոսպեկտի տատիկ, ասես պրոսպեկտի տատիկը թող տունը ծախի, գնաց այրամասում ապրի։ Այդ մի խոսք էր, որ օդի մեջ թռավ է, ամեն մեկի սրտին ազդել է։ Այսինքն այս վերջին օրերին այդ կառավարության այդ միլիոնավոր դրամների պարգևաճարների ու իշխանության այդ մեկ ասում եմ նախկին իշխանությունների, որ իմանան սենց կարելի էր անել։ Դուք եք բայց պարգևավճար ստացել։ Հա։ Ոնց եք մեկնաբանում այդ դժգոհություններ ձեր մասով կան։ Ասում են ընդդիմությունը ամբողջ տարի դժգոհում է իշխանությունից, բայց պարգևաճարների թեման ամբողջական ասեմ, որ նոր պատգամավոր ենք դառել, արդեն սեպտեմբեր 21-ն է, մեկ է դերում ենք գումարը։ Մեկ է արագ ասում են պարգևավճարը։ Արագ հավաքվեցինք, ի սկզբանե ենք մտածել, որոշեցինք այդ պարգևավճարները վերադարձնում ենք բյուջե։ Հետո պարզվա, որ այդ մեխանիզմը այդպես չկա։ Դու չես կարող վերադարձնել այնտեղ, որտեղից դա եկել է, դու ուղղակի այդ գումարը պետքա մուտք անես ընդհանուր բյուջե։ Դա 21 թվականն էր եւ Արցախի նաեւ ծանր շրջան, առաջին անգամ հենց առաջին այդ պարգևավճարը հավաքեցինք Արցախի վերականգնողական կենտրոններից մեկն էր, նույնիսկ այդ դրա վրա փորձեցին էժանացնել, ամբողջ գումարը փոխանցել էինք, հետո ինչ որ փորձել էին հարցազրույցով բան մեզ գումար չեն տրվել, հետո ներողություն խնդրեց տնօրենը, որ աղճատել են իր խոսքը, բայց դրանից հետո բազմաթիվ ծրագրեր ունենք, որի վրա նաև այդ ամբողջ գումարը, այսինքն մեխանիզմը չեմ ուզում ներընտանեկան բանա, այդ գումարը բանալ ամբողջությամբ վերադարձնում է։ Իմիջիայլոց այդ թիվը, որ հրապարակել էին, իրականությունը չէր համապատասխանում։ 3 միլիոն։ Բայց այլ падգամավորներից այստեղ ասացին նույնիսկ ավելի։ Չգիտեմ, այսինքն իրականում աշխատավարձ բան դրա մեջ չէ, բայց այն ձևաչափը, որով կառավարությունը այդ կառավարության գործադիրի պարգևատրումները իրականացրել էր, դա ուղղակի պետական կաշառքի ձև էր, այսինքն իրենք ոչ թե որոշել են, որ չէ, այս մինիստրին այսքան եք տալ, այլ գնահատման չափորոշիչներ են որոշել։ Իրանք իրանց գնահատել են, իրանք իրանց փայլուն աշխատանքը գնահատել են։ Երեք այս տաղավարում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այլ կերպ էր մեկնաբանում, ասում էր, որ գոյացումներ են լինում, դրանք հետո լավ աշխատողներին արդեն փոխանցում են արվում։ Մի խոսքով ձեր կողմից էլ չէ, նայեք, այդտեղ սոցիալն է ասում, այդ Թաթևոս Ավետիսյանը, որը սոցիալ փոխնախարար է եղել նախկինների օրոք, ասենց ասեմ, այս օրերս այդ սոցիալի օրինակներ ասում, ասում են գումարները, որ տնտեսվում էին, խնայում են գործողումներ, բան։ Նա տարվա վերջին ծերանոցներ, մանկատների աշխատակազմերին այդ սոցիալապես այն չարքաշ աշխատանք ապահովող աշխատողներին ամանորը պարգևատրում ենք տալիս, բայց էլի նախկիների ժամանակ ֆինանսների նախարարությունը սահմանափակում դրեց, որ տարվա վերջ, այսինքն դուք խնայված միջոցները վերադառնում ա բյուջե, բայց պարգևատրման համար առանձին գումար կհատկացնենք եւ ասում են իրոք այդպես եղավ, բայց մի հատ կարող բանալ։ Բայց չի եղել որևէ տարի, որ անկախ են բանից 13-րդ աշխատավարձ պարգևատրում լինի, նախարար, փոխնախարարը դրանից օգտված լինի։ Իսկ հիմա մի հատ ուրիշ բան է դառել, այսինքն նախարարը ինքն իրան ստորագրում է, ինքն իրան պարգևատրում է, ընդ որում ասեմ, որ գերատեսչություններում բավականին դժգոհություն կա, որովհետեւ այնպես չի, որ ամբողջ պետական համակարգն է պարգևատրում ստացել։ Վարչության պետ էր, բարձրաստիճան պաշտոնյան է։
բայց այն բուն սև աշխատանքը անող եւ իրականում դեռ եթե պետական կառավարման համակարգը շարունակում է գործել, այն ամենաստորին օղակներում չարքաշ աշխատող մարդիկ ամբողջությամբ անտեսվել են։ Ամեն դեպքում այս մասով իշխանությունը փորձեց բավական իշխանության ներկայացուցիչներ փորձեցին դա ներկայացնել, որ գնացել են տարբեր բարեգործություններ են իրականացրել։ Ընդդիմությունը ինչ արել։ Չէ, ես չեմ, եկեք չխոսեմ։ Ասեմ, պարզ ասեմ, որտեվ Ինչո՞ն այս հարցի վրա կենտրոնանում, պարոն Մանուկյան, որովհետև սոցիալական անարդարության խնդիրը մեր երկրում շատ ծայրահեղ վիճակում է, ու մարդկանց ամենաառաջինը միշտ դա է հետաքրքրում։ Տեսեք, համաձայն եմ, բայց պետք է անկեղծ ասեմ, այսինքն մենք մի քիչ ուրիշ ձևի կառուցենք, էլի։ Ու պետք է մի հատ բան ասեմ, նկատի ունեցեք, էլի, որ ասենք այս քաղաքական պայքարի մեջ, դա փողոցային տասնյակ միլիոնավոր դրամների դատական համակարգը գրավներ է կիրառել։ Բարդ մարդկանց, այսինքն որոնց գրպանում 10 դրամ է կարող է չլինի։ Եվ չի եղել որևէ մարդ, որ անտեսված լինի։ Ի վերջո աշխատանքներն մի բանավոր չեմ ուզում, որովհետև մեր մոտ մի քիչ մեխանիզմը ուրիշ է, այն չի որ գեղամանատ պատգամը, որը պրեմիա ստացավ վերջ էլի գեղամի ինքն իր գլխի տերն է։ Գեյների հարցով կուզեմ նաև զրուցենք, 4 գեյներ վերադարձան, իշխանությունը ասում է, այ տեսնում եք, այն որ ընդդիմությունը ասում է մենք չենք անում ոչինչ գեյների մասով, տեսեք որ անում ենք, 4 գերի վերադարձան։ Ինչ կասեք, պարոն Մանուկյան։ Նախ չկար որևէ հայ, որ չուրախանար այդ ամեն ինչի, որ մեր 4 հայրենակիցներ վերադարձան հայրենիք։ Չկար որևէ մարդ, բոլորը այդ պահին սիրտները տրոփում են։ Այլ հարց, որ թե իշխանությունը ոնց փորձեց դա անել, Նիկոլ Փաշինյանը իր էջով պահի ազդար արեց, այդ ամբողջ ուրախության բերկրանքից մի քիչ մարելուց հետո մեկ էլ արդարադատության նախարարությունը ոնց որ ինչ որ ենթաուրեսդրական ակտ էր նախարարի ստորագրի միջոցով ասած Թուրքիայի տարածքով երկու իսլամ ահաբեկիչներ, որոնք դատապարտվել են ցմազատազրկման, հանձնվել են Թուրքիայի տարածքով Սիրիային։ Ու մի անգամ բոլորը համար պարզ դարձավ, որ դա Ադրբեջանի բարեկամքի դրսևորում չէ, որովհետև իշխանությունն էր կմնա։ Այդ տեսեք խաղաղությունն եկել Ադրբեջանը գերիներ է տալի։ Բոլորը հասկացան, որ մի հատ մեծ միջազգային գործարք եղել, որովհետև այդ իսլամ երկու ահաբեկիչները այն եզակի վկայություններն ու ապացույցներն էին, որ հայկական կողմը ուներ, որ 44 հրապատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմը մարդկության դեմ հանցագործություններ իրականացրել, իսլամ ահաբեկիչների հսկայական բանակ տեղափոխել է Ղարաբաղյան ճակատ եւ մեր Արցախի խաղաղ բնակչության մեր դեմ կիրառվել են տարբեր երկրներում որպես ահաբեկչական հռչակված սիրիացի իսլամ ահաբեկիչներ։ Այս երկուսն էին, որ այս երկու խաղաքարտը մենք ունենք, վերջ էլ չունենք։ Այո։ Եվ չեք մեղանալ հետո Փաշինյանը, դրանք իրար հետ կապ չունեն, այսինքն տարական գիտելիք ունեցող մարդուն հասկանալի է նույն օրը, գրեթե նույն ժամին այն երկուսին հանձնում են մեր 4-ը վերադառնում են, ու իրանք ասում են մենք դա կապ չուներ։ Այստեղ երկրորդ բանը կա, որ ամբողջությամբ հստակ է, որ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն էր, որովհետեւ Հայաստանը Սիրիայի հետ ունի դիվանագիտական հարաբերություններ։ Մենք ունենք դեսպանատուն Դամասկոսում, ունենք հյուպատոսարան Հալեպում, որը միշտ գործել է անկախ պատերազմից։ Եւ վերջերս նաեւ արտգործնախարարի տեղակալ է եղել Դամասկոս եւ այլն, այսինքն դիվանագիտական այդ շփումները կային։ Եթե հարցը Սիրիայի կառավարության բարեկամական այդ զգացումը արտնասնելն էր, ինչպես իրենք են ասում հալեպայության, նաև ապահովության նկատառումներից ելնելով, շատ հանգիստ հայկական կողմը ուղղակի կապի մեջ կլներ սիրիացիների հետ։ Այստեղ ինչ կապ ուներ Թուրքիան։ Այստեղ ինչի են շեշտում Թուրքիայի միջոցով։ Պարզ մի բան, թուրք-ադրբեջանական ուղղակի փոխանակման ծրագիրը, որ եղել է։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Թարմ ուղեղով զրույցներ գործարարալիքի եթերում, իսկ իմ զրուցակիցը Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, վաղը կրկին կհանդիպենք, լավ եղեք։